ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի նախագծում փոփոխություն անելու նախագիծը ինչ է առաջարկվում է սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, որը կնշվի հունվարի 27-ին եւ կլինի ոչ աշխատանքային օր։ Հիշեցնեմ, որ խնդրեմ դուրը Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ նախագիծը հիմնված է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին 2000 թվականի ապրիլի 3-ի օրենքի համապատասխան օրենքի վրա, որի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումն է, ինչն էլ առաջարկվում է։ Միայն մեկ փոփոխություն է եղել առաջին ընթերցումից հետո, նախնական նախագծով սահմանվում էր, որ օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, հիմա սահմանվում է, որ հրապարակումից հետո անմիջապես է ուժի մեջ մտնում, ինչու է սա արված, որպեսզի այս տարվա հունվարի 27-ին հասցնենք։ Քանի որ նախագծի վերաբերյալ ըստ էության բանավեճ չի եղել բացի մի կետից, ես անդրադառնամ այդ մի կետից, այսինքն թվում է, թե առավույթ կա կոնսենսուս, որ լավ է, որ այսպիսի նախագիծ լինի, լավ է, որ հիշատակի օր սահմանվի, միայն որոշակի բանավեճ է եղել օրվա վերաբերյալ։ Ես ներկայացնեմ նախապատմությունը, նախ ինչու ենք ես եւ պարոն Նազարյանը առաջարկում հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, որովհետեւ մենք ուզում ենք գտնենք նախ օր, որը կապված չէ որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, ինչու, որովհետեւ մեկ օրը նշելու դեպքում հարցեր առաջանալու, իսկ ինչու ոչ մյուսը, եւ հետեւաբար մեզ պետք է այնպիսի օր գտնել, որը որևէ կոնկրետ իրադարձության հետ կապ չունենա, քանի որ պետք է հիշատակվեն բոլոր իրադարձությունների ընթացքում հայրենիքի պաշտպանության համար զոհվածները, եւ նաեւ պետք է գտնել օր, որը ունի որոշակի սիմվոլիզմ։ Եվ մենք գտել ենք այդ սիմվոլիզմը, համարում ենք, որ գտել ենք այդ սիմվոլիզմը, դա հունվարի 27-ն է, այսինքն բանակի օրվան նախորդ օրը, երբ որ մենք հունվարի 27-ին կհիշատակենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, եւ հաջորդ օրը որպես շարունակվող կյանքի եւ մեր վճռականության խորհրդանիշ արդեն հունվարի 28-ին լիաթոք տոնենք բանակի օրը, կամ ինչպես պարոն Նազարյանն է ասում, առաջին օրը կնշենք, կհիշատակենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը։ Առաջին ընթերցման քննարկման ժամանակ պարոն Մինասյանը առարկություն հայտնեց ընտրված օրվա վերաբերյալ, չնայած ես եւ պարոն Նազարյանը այդպես էլ չհասկացանք ինչն է խնդիրը հունվարի 27-ի հետ, բայց մենք պատրաստակամություն հայտնեցինք քննարկել, եթե այլ տարբերակներ հնչեն, քննարկել դրանք, եւ ես փորձել եմ գտնել կոնսենսուս, ես օրինակ մի պահ քննարկել ենք օգոստոսի 12-ը, ֆիքսելու գաղափարը որպես Նավասարդի եւ առասպելական Հայքի եւ Բելի ճակատամարտի հաջորդ օր, բայց պարոն Նազարյանը օրինակ նշեց, որ դա արձակուրդային սեզոն եւ հարմար չի, բացի դա երիտասարդության միջազգային օրն էր։ Մի պահ քննարկել ենք, ես եմ առաջարկել սահմանել խաչվերած տոնի, այսինքն սփխեչի ժողովրդական լեզվով ասած հաջորդ օրվա մեռելոցի օրը սահմանելու գաղափարը, դա կարծես թե պարոն Մինասյանին դուր էր եկել, բայց փոխարենը քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներին դուր չէր եկել հետեւյալ պատճառաբանությամբ, որ նախ այդպես օրը կլինի շարժական, քանի որ խաչվերած տոնը շարժական եւ բացի դրանից խաչվերած տոնի հաջորդ օրը մեռելոց է բոլոր ննջեցյալներին վերաբերող եւ այդպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը կտարալուծվեր մյուս բոլոր ննջեցյալների մեջ եւ օրվա խորհուրդը կթուլանար։ Եվ ի վերջո մենք եկանք եզրակացության, որ սա մի նախագիծ է, որը հնարավոր չէ քննարկել օբյեկտիվ տեսանկյունից, այսինքն չկա օբյեկտիվ ճիշտ պատասխան։ Ինչ օր էլ մենք նշենք, ինչ որ մեկին դուր կգա, ինչ որ մեկին դուր չի գա։ Եվ դրա համար կարելի կլինի փնտրել բազմաթիվ փաստարկներ։ Դրա համար մենք եկանք եզրակացության, որ մեր նախնական առաջարկած օրը պետք է պնդենք, եւ ես առաջարկում եմ եւ ես հույս ունեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները կողմ կքվեարկեն, որովհետեւ
Ես կարծում եմ, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը մի բան է, որը չի ճանաչում քաղաքական նախասիրություն, այսինքն բնականաբար ՔՊԱ-կանը պետք է հիշատակի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականին, հա, խոնարհվի նրա հիշատակի առաջ, դաշնակցականը պիտի խոնարհվի հայրենիքի համար պաշտպանության համար զոհված ՔՊԱ-կանի հիշատակի առաջ եւ մյուս բոլոր կուսակցություններն նույնպես եւ այն կուսակցականները, հա, եւ Պարոն Մինասյան, դուք լուրջ հիմա այդ հարցը ինձ տվեցիք, ես հուսով եմ կատակ եք անում, հարցնում էր, բայց կա հայրենիքի համար զոհված ՔՊԱ-կան, հուսով եմ կատակով եք այդ հարցը տալիս, բայց դե շատ վատ է, եթե լուրջ է ձեր հարցը, ու ես ապշում եմ էլի, ոնց կարելի է այդպես հարց տալ, հա, կհամարեմ, որ չեմ լսել ես այս հարցը, ինչևէ, ես առաջարկում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները կողմ քվեարկեն այս նախագծին եւ մենք ունենանք կոնսենսուսով ընդունված օր, կարևոր օր մեր օրացույցում։ Սա է իմ առաջարկը, սա է մեր առաջարկը, շնորհակալություն։ Հարցերին սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, հիմնական զեկուցողին հարցեր կան։ Խնդրեմ, պարոն Մինասյան։ Պարոն Ռուբինյան, ունենց ճկուն ներկայացրեցիք էլի ամբողջ ընթացքը։ Մի հատ խնդրում եմ վերհիշեք։ Սկսած անվանումից իդեպ որը որ երբ որ դուք ասում եք ես ներկայացել եմ մեր խմբակցության նաև կարծիքը ի տարբերություն փաստորեն ձեզ որ դուք հիմա հրաժարվում եք որ դուք խմբակցության տեսակետը չեք ներկայացրել այն ընդամենը ձեր եւ Գեգամ Նազարյանի տեսակետն է եղել դա բայց խնդրում եմ ամբողջ ընթացքը ներկայացրեք երբ որ մենք քննարկումների իման վրա եկանք լուծման համաձայնության, որ դա սեպտեմբերի 12-ից 17 թե 15 դուք մենք ձևակերպում եք տվել մի հատ։ Հա, այդ շրջանակում դրան հաջորդող բան է, որը համընկնում է Սուրբ Խաչի հիշատակության հետ։ Եվ չափազանց կարևորեցինք մենք այդ գաղափարը, այդ մոտեցումը եւ կտրեցինք, այո, բացառապես բանակի հետ կապելու գաղափարը, որովհետև ինչպես դուք եք նշում, բազմաթիվ օրեր են եղել ռազմական գործողությունների, պատերազմի եւ այլն, եւ պետք չէր որևէ կոնկրետ օրվա հետ կապ։ Ելնելով այդ մոտեցումից, ընդունելով ձեր առաջ քաշած մոտեցումը, մենք եկել ենք ընդառաջ, ու հիմա բանից պարզվում է, որ դուք ի սկզբանե փաստորեն մտադիր չեք եղել դուք նկատի չունեմ ձեր անձը, փաստորեն քաղաքական թիմը, մտադիր չի եղել, այլ օր քննարկի։ Եվ սա հարց է թե ելույթ։ Ասում եմ, ընթացակարգը խնդրում եմ ներկայացեք, արդյոք եղել է սա ամենը, թե չէ։ Պարոն Մինասյան, շատ տարօրինակ բան եք ասում։ Եթե մեր քաղաքական ուժը ի սկզբանե նպատակ չի ունեցել ինչ-որ բան քննարկի, բայց ինչ եմ, ես ինքս եմ, չէ, ձեզ որպես կոնսենսուսային տարբերակ, ինչ ա եղել, ես զանգել եմ ձեզ, ասել եմ, պարոն Մինասյան, հիմա ես հենց մտածում եմ, ինչ օրա կարելի է ընտրել, որ դուք էլ ընդունեք, կարող է խաչվերած օրվան հաջորդող մեռելոցի օրը սահմանենք, ընդ իհարկե ձևակերպումը ուրիշ էր, բայց այդպես էր ստացվում։ Դուք ասել եք համաձայնենք։ Դրանից հետո ես բնականաբար պետքա քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ էլ քննարկեի դա։ Եվ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների մեծ մասը հետևյալ պատճառաբանությամբ այդ տարբերակը մերժել է, որ A կստացվի, որ օրը լինելու է շարժական, եւ B կստացվի, որ այն կհամընկնի մեռելոցի հետ, որը բոլոր ննջեցյալներին է վերաբերում եւ չի լինի, այսինքն խորհուրդը կկորի։ Ես հիմա էլ եմ համաձայն, այսինքն իմ առաջարկին, բայց իմ նպատակն է կոնսենսուս ձևավորել։ Այդ կոնսենսուսը ես ոչ չեմ ձևավորում միայն դաշնակցության հետ։ Իմ նպատակն է եղել կոնսենսուս ձևավորել բոլորի հետ։ Հիմա եթե այդ բոլորի հետ կոնսենսուսը չի ստացվում, օբյեկտիվորեն չի ստացվում։ Հետո ես հետ եմ գալիս իմ եւ պարոն Նազարյանի ի սկզբանե առաջարկածին։ Սա է ամբողջ տրամաբանությունը։ Եթե այլ ինչ որ դուք ասում եք անվանումը մենք առաջարկում ենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, որովհետև նախագիծը հիմնել ենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին 2000 թվականի օրենքի վրա։
Ինչի այդ թվում, որովհետև կոնսպիրոլոգիաներ էր եղել, որ ինչ օր է, արդյոք սրանով, չգիտեմ, ինչ կոնսպիրոլոգիա ասես, լինում, որ հստակ լինի ումա վերաբերվում։ Սա է ամբողջ պատմությունը։ Նպատակը շատ պարզ է, նպատակը հետևյալն է, մենք մեր պատմության ընթացքում տարբեր պատերազմների, բախումների, դիվերսիոն հարձակումների, դիպուկահարների կրակոցներից ունեցել ենք զոհեր, մարդիկ զոհվել են մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Հիմա մենք առաջարկում ենք ունենալ հատուկ օր, որ հիշատակում է իրանց սխրանքը, այսքան բան։ Ոչ մի հետին միտք սրա հետևում չկա, բացարձակապես։ Ոչ, եթե հետին միտք լիներ, ես չէի փորձի ձեր հետ կոնսենսուս ձևավորեի։ Նախորդ հանձնաժողովի նիստից առաջ նախագիծը չէի խնդրի քննարկումը հետաձգել։ Շատ պարզ է ամեն ինչ։ Ես առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին։ Հարգելի հայրենակիցներ, այս հարցը քննարկվել է, բավական երկար է քննարկվել, ի սկզբանե դեռ մի քանի տարի առաջ Գեհամ Նազարյանն էր առաջարկի հեղինակ եւ բացարձակ որևէ կերպ սա ներկայացնել, որ այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմության համար անընդունելի էր եւ այլն, իրականությանը չի համապատասխանում, կեղծ այդ մոտեցումը։ Եվ հետեւաբար փորձել ճնշում դնել կամ կառուցել ճնշման վրա, որ այ տեսեք ընդդիմությունը չի համաձայնվում այդ օրը նշելու, դա հավասարազոր է ստախոսությանը, եթե այդպիսի պնդում կլինի։ Մենք ինչ ենք ասել։ Նախ մենք ասել ենք, որ նահատակներին հիշելու համար բոլոր մեր պետական ազգային տոն, հիշատակի օրերին այցելություններ են կազմակերպվում նահատակների շիրիմներին, մեր զոհված հայրենակիցների շիրիմներին, Պանթեոն, Եռաբլուր, Պրոշյան, տարբեր բոլոր այն տեղերում, որտեղ որ թաղված են մեր հայրենակիցները։ Բայց եթե անհրաժեշտությունը այնուամենայնիվ հանրային ընկալման մեջ դրվում է, որ մեկ օր գոնե պետք է նշվի, ապա դա այո, պետք է նշվի այնպիսի մի օր, որը որևէ կոնկրետ իրադարձության հետ կամ որևէ երևույթի հետ չկապվի։ Եվ ընտրությունը, որ ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի շրջանում, այո, եղել էր փոխադարձ համաձայնություն։ Հիմա հրաժարվում է պարոն Ռուբինյանը, որ ինքը դա իր առաջարկությունն է եղել մենակ, ֆրակցիայի հետ կապ չունի, քաղաքական ուժի հետ կապ չունի, բայց ակնհայտ է, որ հանրության մոտ ձևավորված այն մոտեցումը, որ այս նախագծի նպատակը երկու ուղղություն ունի, արդարանում է։ Եվ ի տարբերություն իմ նման միամիտ մարդու, որը որ հավատում էր, որ հնարավոր է գալ կոնսենսուսի, փաստորեն ես սխալվեցի, հնարավոր չի այդպիսի կոնսենսուս ձևավորել, որովհետև դուք ձեր նպատակը դրել եք մեկ քարոզչական, դրա համար ապալ-թապալ ասում եք այս հունվարի 27-ին նշենք։ Ինչ պիտի նշեք, երբ որ նույն օրենքի հղում տալով պարոն Ռուբինյանը ասում է օրենք կա, այնտեղ նշված է այդ, եթե տենց օր կա, պատշաճ պիտի պատրաստվես, պատշաճ միջոցառումներ պիտի նախաձեռնես։ Այդ ո՞նց պիտի հասցնեք դա։ Թե նախապես արդեն հրահանգավորել եք բոլոր հաստատություններին, որ պատրաստվեք ամսի 27-ին։ Դա իր իշխանության չարաշահումք դառնա, առանց օրենք ընդունելու նման հանձնարարականներ տալը։ Բայց այնուամենայնիվ բերել այս շտապողականությամբ մի քանի օր առաջ ընդունել այդպիսի բան, դա լրջության մասին չի խոսում, դա խոսում է հենց քարոզչական հնարքի մասին։ Բայց երկրորդ, որ այսպես ասած, խնդրահարույցն է, փորձել բերել բանակի տոնից մի օր առաջ դնել այդ օրը, դա ուղիղ թիրախավորում է նշանակում նաև։ Ես չեմ ուզում այս հարցում շատ ծավալվել, բայց չէ որ բանակի օրը, նույն բանակի տոնի օրը այցելություններ կան նաև շիրիմների եւ ձեր այս ընդունած օրենքով չէ որ կդադարեն ամսի 28-ին այցելելու կամ 27-ին կելնենք գնանք, ասենք 28-ին չենք գնալու։ Կամ այդ օրենքի ընդունումը չի դադարեցնելու
դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, հունվարի 6-ին, հունվարի 7-ին այցելությունները, անգամ ապրիլ 24-ին այցելությունները, անկախության տոնին այցելությունները չի ընդհատելու, չէ, Արցախի անկախության օրը այցելությունները չի ընդհատելու, չէ, չի փոխելու։ Համարությամբ որոշել եք, որ չէ, այսօրը պետք է լինի, դա չի կարող դառնալ համաժողովրդական։ Դուք վնասում եք նաև այս կարևոր գաղափարը։ Եվ որևէ մեկը, պարոն Ռուբինյան, ձեզ չի ասում, որ համաձայնեցրեք դաշնակցության հետ միայն։ Այդ ձեր մտքի արգասիքը մի վերագրեք, էլի, այս կողմի վրա։ Եվ դուք երբ որ հանդես եք գալիս, դուք հանդես եք գալիս կոնկրետ իշխանության տեսակետից, քննարկումների եւ համաձայնությունների առումով։ Խոնարհվելով մեր նահատակների հիշատակի առաջ եւ վերահաստատելով մեր մոտեցումը, որ սա չպետք է այո լինի քաղաքական, ներքաղաքական, առավել եւս այս կամ այն կուսակցության մենաշնորհը, մենք մերժում ենք այս մոտեցումը եւ դեմ ենք քվեարկելու այս նախագծին։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մի քանի փաստարկի անդրադառնամ։ Նախ պարոն Մինասյան, դուք ասում եք, որ նախագծի ընդունումը չի դադարեցնելու այն ավանդույթը, որ մարդիկ հունվարի 28-ին, չգիտեմ, ապրիլի 24-ին, այլ օրերին, նոր տարուն այցելում են զոհվածների գերեզմաններ, իհարկե չի դադարեցնելու եւ նախագծի նպատակը դա չի ընդհանրապես։ Այսինքն նախագծի նպատակը մեկ օր սահմանել է, որ երբ պաշտոնապես, որը պաշտոնապես նվիրված կլինի հիշատակմանը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների։ Բնականաբար մյուս օրերին մարդիկ էլի այցելելու են գերեզմաններ, այդ թվում հունվարի 28-ին, այդ թվում սեպտեմբերի 27-ին, 19-ին եւ այսպես շարունակ։ Կամ իրենց հատուկ ինչ-որ օրերի, իրենց հարազատների ծննդյան օրերին, մեռելոցներին եւ այսպես շարունակ։ Ասեցիք չենք հասցնի, պետական մարմինները չեն հասցնի պատրաստվել, բնականաբար այս տարի շատ ավելի քիչ կհասցնեն պատրաստվել, քան մյուս տարիներին, բայց դա էլ է նորմալ։ Պետք է ժամանակ անցնի, երբ որ հիշատակի օրը արդեն իր դրա շուրջ ավանդույթներ կձևավորվեն։ Ես չեմ բացառում եւ հույսով եմ նույնիսկ խորհրդանիշներ կհայտնվեն այդ օրվա հիշատակման առաջին ընթերցման ժամանակ սրա մասին զրուցել են։ Բայց այս տարի ավանդույթները դեռ կայացած չեն լինի, բայց մենք այս տարի առաջին անգամ կնշենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։ Հաջորդը, Յակոբ պարոն Մինասյան, ձեր մեղադրանքները ուղղված ինձ կամ մեզ շատ հիասթափեցնող է, որովհետև գործընկերները կվկայեն այդ թվում համ պարոն Նազարյանը, համ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները, որ ես ամեն ինչ արել եմ իրոք որ կոնսենսուսով անցնի այս օրը, որովհետև ես ասել եմ ժողովուրդ, ես համարում եմ, որ այս այնպեսի օր է, որ մեզ պետք է որ կոնսենսուսով անցնի։ Մեր գործընկերները ասում են իզուրել բան ես անում, մտածում ես, մեկը ինչ էլ անես, ընդդիմությունը դեմ է լինելու։ Խնդրում եմ, դե ես իմ վրա պետք չի ինձ առանձնացնել, հասկացանք, բայց դուք չէ, դուք ինձ եք ասում, դու սենց արեցիր, նենց արեցիր։ Ես իրոք ամեն ինչ արել եմ, որ կոնսենսուս լինի, գործընկերներն են ասում, իզուր հույս մի ունեցի, իրանք միշտ մի բան գտնելու են, դեմ լինեն, ու դուք կարծես ապացուցում եք դա։ Հա, իրոք, ասում եք դեմ ենք քվեարկելու, ինչ եք դեմ քվեարկելու։ Ինչին եք դեմ քվեարկելու։ Նախագծին, ասում եք դեմ ենք քվեարկելու։ Սկզբանեն բանին, որը Պարոն Մինասյան, Միվական, ներողություն էլի, ներողություն։ Իրոք շատ անարդար բան եք դուք հիմա անում ու ասում եք, հա, մենք էլ ենք համաձայն, որ պետք չի քաղաքականացվել, բայց բռնում քաղաքականացնում եք, ասում եք դեմ եք քվեարկում ու հայտնի չի ինչի։ Մի հատ հոդաբաշխ պատասխան չեղավ, ինչ եք դեմ քվեարկում։ Ու ես կարծում եմ, ձեր սկզբի ասածը, որ ես չլսելու տվեցի, երևի դա ինչ որ մտածելակերպ է, հա, որը ստիպում է ձեզ դեմ քվեարկել։ Երբ որ ես ասում եմ, ես ուզում եմ ունենանք կոնսենսուսային օր, երբ որ ԿՊԵ-ականը կհարգի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի հիշատակը, իսկ դաշնակցականը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված ԿՊԵ-ականի հիշատակի առաջ, դուք ֆռում ինձ ասում եք ինչի տենց ԿՊԵ-ական կա, դե պարզ է, եթե տենց եք մտածում, պարզ է, որ դուք քաղաքականացնեք այս նախագիծը, կողմ չեք քվեարկի, ինչ ասեմ, դեմ քվեարկեք, շատ լավ, դեմ քվեարկեք, ցավում եմ, իրոք ցավում եմ, որ կոնսենսուս չի լինի, բայց մենք այսօրը պետք է ընդունենք, մեզ պետք է հիշատակի օր հայրենիքի համար, հայրենիքի պաշտպանության համար զոհվածների եւ կոչ եմ անում բոլորին կողմ քվեարկել, շնորհակալություն։